Մայիսի էկրանը կիսեմ, ինչպես եւ խոստացել էի, սկիզբը կլինի տեխնիկական հատվածը, Եվերկյան, սա մի փոքր ուշ, փորձեմ մի փոքր արագ եմ գնալու, որպեսզի ձեր ժամանակը ավելի բան տանեմ, ավելի էֆեկտիվ լինի։ Ուրեմն ամենակարևոր բանը, եղեք ջան, որ ֆիքսել ենք թարմացումներից, ես չգիտեմ Հայաստանում եղել է թե չէ, այն ինչը որ ասում եղեք ջան, շատ այս պահի դրությամբ վստահ չեմ, որ ամբողջ թարմացումները եկել են Հայաստանում, թե ոչ, բան գիտեմ, հաստատ գիտեմ, որ դա Հայաստանում չկա ու չի լինելու, բայց ամեն դեպքում ամենակարևոր բանը, որ ֆիքսել ենք, այլևս վիդեո հոլովակները հնարավոր չի վիդեո հոլովակ բեռնել բիզնես էջերում, դրանք պարտադիր ռիլ են լինում, այսինքն դու ոնց էլ գցես, հիմա օրինակ սա բացենք, ու տեսնում եք սա ռիլը թերթելու բանն է, որ դու թերթում ես ու գնում ես, այսինքն այդ ամենատրիվիալ թարմացումներից մեկն է, որ տեղի է ունեցել այս վերջերս ու չգիտեմ հետո կփոխվի թե չէ, հարմարություններից, անհարմարություններից ասեմ, անհարմարություններից, որ դու կարող ես ժամանակին քո վիդեոները եւ ռիլերը բաժանել, հիմա որ վիդեոն դնում ես այսպես ուղղահայաց, արդեն ռիլերի մեջ գնում է, ինքը ուղղահայաց է լինում, հարմարություններից ասեմ են, որ մարդիկ պատահական ռիլ թերթերով կարող են վերցնել քո վիդեոն եւ դիտելիությունը բարձրանա։ Բայց ժամանակին կար, որ երբ որ ռիլ ասվածը ռեկ էր ընկնում ու գնում էր, դիտում էր հավաքում, եթե ռեկ չէր ընկնում, դիտում չէր հավաքում, իսկ այս պարագայում վիդեոները երբեմն լինում էր, որ բավականին մեծ դիտումներ էին հավաքում, չգիտեմ, ինչ-որ պատահական ակաունտներից մարդիկ էին գալիս կիսվում է եւ իր դիտումները այդպես աճում էր, որովհետեւ իր ալգորիթմը ուրիշ ձև էր աշխատում, ու այդ առումով մի քիչ փոփոխություն ունենք, որ եւ բացական եւ դրական է, բայց հիմա տեսեք օրինակի համար իր ամբողջ էֆեկտը որում է, որ այս տեսակ, որ ինքը թողում է հղում, այսինքն ես մի հատ ունեմ, մի հատն էլ եմ գցել, չէ, ինքի մեջից հաջորդն է խորհուրդ տալիս արդեն։ Եթե ինչ որ մեկը իհարկե իմեջում է, էլի ոչ թե օրինակի համար ռիլերի թերթելու տեղում։ Վիդեոներից եթե այդպես մնար ու սենց վիդեո լիներ, այս YouTube ֆորմատ է երեխեք ջան իրականում, այս YouTube ֆորմատը ինձ ավելի է դուր գալիս, բայց ինչևէ ինքը ոնց որ գնացել է դեպի ավելի ռիլեր, որովհետև սոցիալական հարթակում հասկացել է, որ մարդիկ արագություն են սիրում, թերթել են սիրում, երկար վիդեոներ չեն նայում են միայն YouTube-ում։ Մի ժամանակ IGTV կար, եթե հիշում եք, Instagram-ի TV-ն։ Դա ոնց մտավ, տենց էլ մի տարի մնաց ու դուրս եկավ։ Okay, շարունակենք, հաջորդ փոփոխությունը եղել է պրոֆպանելում։ Իվերկյան։ Իմ մոտ չգիտես ինչի է հիմա այս տեսքը ցույց տալիս, բայց չպետք է այս տեսքը ցույց տա, մի վարքյան տեսնեմ մյուսում գոնե ուրիշ տեսք ցույց կտա, թե չէ։ Հետաքրքիր է, որ մի պահ եկավ թարմացում, ահա, всё, այս եմ ուզում։ Եղեք ջան, պրոֆ պանելը դարձել է մի քիչ ուրիշ տեսքի ու տեսնում եք ընդհանրապես թարմացումները, որ իմանաք, որ Facebook-ում շատ այդ առումով անհամաչափ են բաշխված, то есть դենց չի, որ օրինակի համար երկու էջ ունեմ, չէ, այս էջով կառավարվող, մեկում կա թարմացումը, մյուսում չկա թարմացում, այսինքն չես կարող ասել ինչ տրամաբանությամբ պատահում թարմացում կամ ինչ հերթականությամբ։ Տեսակ նախորդի տեսքը ինչ ձև էր, այդ հիմա հին տեսքն է, բայց նորությունը այս տեսքը ունի, որ թարմ տեսքն է, ու շատերը մտնում են, կորցնում են, բայց ինձ համար էս ավելի հասանելի է, որովհետև ամենակարևոր գործիքները ստեղ են, доступ к страницен, այս իմիջայլոց երեխեք ջան, ես չգիտեմ Facebook-ում գոյություն ունի օրիգինալ պապկայի տրամաբանություն, ես չգիտեմ դուք դա տեղյակ եք թե ոչ, որ ինքը link անում, վերցնում է այդ original պապկայում օրինակի համար ինքը դնում որոշակի գործիքներ, օրինակ доступ страницы связанные аккаунты եւ այլն рекомендация страницы ամեն ինչը տանում է օրինակ սա настройկաների մեջ է իրականում, իր հիմնական տեղը, բայց ինքը հասկանում է, որ շատ յուզերների համար դժվար է գտնել իր օրիգինալ պապկան եւ ինքը լինկեր է վերցնում եւ բեքլինկեր է տալիս իր օրիջինալ պապկային, այսինքն այս պարագայում доступ к странице դա էջին admin ավելացնելն է, որը բավականին բարդ են գտնում լիք մարդիկ, ինքը այդպես առաջին էջ է բերել, связанные аккаунտն էլ է սրանով Instagram-ն են կապում եւ WhatsApp-ն են կապում այստեղ։
Այս հիմնական թարմացումն ա որ եղել, մնացած էջերը չեմ փորձի մտնել, որովհետև մենք ունենք ժամանակային սահմանափակում եւ պրոֆպանելի մեջ այդքան շատ չեմ ուզում խորանամ, այստեղ է ցեղում ենք все ինստրումենտի եւ արդեն իր բոլոր գործիքներն ենք նայում եւ այստեղից ինքը տալիս է եւ ամենակարևորը, այս շատ տրիվիալ բան եմ ասում, բայց ասում եմ սկսնակների համար, քանի որ հասկացա, որ մարդիկ կան, որ այդքան խորը չգիտեն շատ գործիքներ, Center Reclam եւ Ads Manager-ը իրարից պետքա տարբերել, որովհետեւ Center Reclam-ի երբեմն մարդիկ այստեղ են մտնում եւ գովազդ են միացնում, սա boost-ի կնոպկան է, որ boost անես, այսինքն կարճ գովազդ միացնես, արագ, այսպես ասեմ, boost թարգմանաբար նշանակում է առաջ խաղացում, ռուսերենով продвигание, այսինքն բոլոր տեղեր, որտեղ կտեսնեք продвигание առաջ խաղացում եւ boost գրված, բոլորը մի կնոպկայի մասին է խոսքը, ինքը ունի 5 ենթանպատակ ընդամենը, Նեժելը Ads Manager-ը բավականին լայն ունի, չնայած Ads Manager-ը, երբ որ մտնում ես, արդեն ունի երկու option, manual, որ դու անես եւ մյուսը նույն ճակերտավոր boost-ի տարբերակն է, որտեղ կեսը գործիքի ինքն է անում։ Այ հենց հիմա այդ թարմացման մասին կխոսեմ ու կասեմ ինչա դա նշանակում։ Եվ բնականաբար ունենք Ads Manager, ես իրականում խորհուրդ եմ տալիս երկուսն է զուգահեռ օգտագործել, որովհետև դու երբեք չես իմանա իր խելքի որ պահին, երբ ինչը չի աշխատի։ Այո, Facebook-ում շատ հաճախ Ads Manager-ը չի աշխատում, բայց ինքը ունի իր կշեռքի նժարը։ Եղեք ջան, Facebook-ում այնքան գիտնականներ են աշխատում, այնքան clickbait-երի վրա գիտնականներ են դնում վերլուծական եւ կանգիր գիտեն իրենց քլիկը երբ աշխատում ու ինչի չեն աշխատացնում, բայց իրանք ունեն կշեռքի նժար, եթե Ads Manager-ը դադարում է լավ աշխատել, boost-ը սկսում է աշխատել ու հատկապես ես ֆիքսել եմ, երբ որ Ads Manager-ը ու targeting-ը, երբ որ targeting-ում update են սկսում անել եւ Ads Manager-ում, ինքը չի աշխատում այդ ժամանակաշրջանում, երբ որ ինքը չի աշխատում այդ ժամանակաշրջանում, շատ լավ աշխատում է Instagram-ի boost-ը։ Հենց իմенно Instagram-ի boost-ը, բայց հիշեք, որ հեռախոսով չի կարելի Instagram-ը անել boost, եթե ձեր հեռախոսը ինչպես իմը Apple-ը ու չկարելի այդ տոկոսները տալ։ Իսկ Եվրոպայում նման բան գոյություն չունի, Եվրոպայում դու երբեք չես կարող Apple-ով գովազդ միացնել, որովհետև Եվրոպայում ասում է շատ ներողություն եմ խնդրում, բայց Եվրոպան ունի իր regulation-ները, то есть եթե դու Apple-ը ասեց ես որ տենցա Facebook դու ինձ փող չես տալիս, միջայց Apple-ը YouTube-ի վրա էլ է բան դրել, 30% դրել, հիմա կբացատրեմ ոնց է աշխատում, ու ասում է եթե դու ինձ փող չես տալիս, ես էլ քո user-ից կվերցնեմ 30%-ը, որ փող է տալիս, ես մեջտեղից կմտնեմ ու իմ 30%-ը կվերցնեմ։ Ամերիկայում աշխատեց, ԱՊՀ-ում աշխատեց, Եվրոպան ասեց ստոպ։ Ստեղ մարդու իրավունքները բարձր արժեք են։ Դու չես կարա իմ user-ից, իմ մարդուց, որ ապրում է իմ տարածաշրջանում, վերցնես քո ուզած փողը, ոնց ուզես, ինչ հարկ ուզես, կիրառես ու իմ տարածաշրջանում դու չես կարա քեզ պահես ոնց ուզում ես։ Դե համար բազմիցս լսեք Ցուկենբերգի հարցազրույցները, որ ինքը անդադ ասում է, Եվրոպայում մեզ ճնշում են, Եվրոպայում մեզ ճնշում են, մեր հետ յոլա չեն գնում, մեր ուզածներով չեն անում, այսինքն միշտ Եվրոպան, երբ որ մի հատ regulation է Facebook-ի դուրս գալիս, միշտ Եվրոպան գալիս ասում ստոպ, մի րոպե, այս ինչ ես անում, այս ինչի համար ես անում։ Եղեք ես լուրջ եմ ասում, բոլոր brand survey-ները, ես ինչքան հիշում եմ, 2 օրը մեկ image-ի վրա, ինչ ես ապրում եմ Իսպանիայում, image-ի վրա գալիս է brand survey, բանի brand-ի հարցում։ Ու ինձ հարցնում ասում է, այս ինչ brand-ի հետ կապված գովազդ տեսել ես քո պատին։ Որովհետև պարզվում է ես օրինակ այս ինչ brand-ի թիրախն եմ եղել, կամ տեսել եմ կամ չեմ տեսել, կամ տեսել եմ չեմ ֆիքսել, չէ՞, ես գրում եմ չեմ ֆիքսել կամ հա տեսել եմ, չեմ հիշում, լավ հիշում եմ, այսինքն իրանք տենց հասկանում են գովազդի արդյունավետությունը եւ անընդհատ իրանք ալգորիթմները update են անում։ Համար իրանք Եվրոպայի վրա շատ են կենտրոնացած այդ առումով, Եվրոպայի ժողովրդի կարծիքը շատ են հարցնում։ Ես լինում է, երբ որ story եմ դնում չի աշխատում, կամ ինչ որ մի բան չի աշխատում, նույն գովազդից եւ այլն, օրինակ ԱՊՀ երկրներ ոնց է դուք մի ժամ պետքա տանջվեք, գնաք սփորթին ման գաք գտնեք, չէ՞, բան մեր մոտ մի հատ սովորական պատուհան է բացում շատ արագ, վարկենական այդ պատուհանը բարձրանում ասում է, ուզում ես բողոքես Facebook-ին, որ չի աշխատում։ Ինչ բողոքներ ունես, ուղարկի քո բողոքը, screenshot արա հիմա այս էկրանը ու ուղարկի քո բողոքը, մենք աշխատենք այդ ուղղությամբ, այսինքն այդ առումով իրանք շատ արագ են արձագանքում, շատ արագ, որովհետև այնքան բաներ ունեն, այնքան սահմանափակումներ ունեն Եվրոպայում, այնքան
օրենքներ գոյություն ունեն, որոնք այդ օրենքներին պետք է համապատասխանեն ու դա շատ բարդացնում է, այս վերջում չնայած Ամերիկայում էլ այդ կանոնը մտել լիդոգեներացման գովազդների վրա։ Հիմա ես կգնամ լիդոգեներացման գովազդների վրա, կասեմ ինչ ապդեյթներ են եղել, ես չգիտեմ դրանք ձեր մոտ շուտ են եղել, հիմա փոխվել են թե չեն փոխվել, բայց ես կփորձեմ ասել, որովհետև շատ-շատ այդ advantage plus-ը շատ-շատ հիմա ակտիվ է ու ես կփորձեմ հիմա դրա վրա կենտրոնանալ։ Ինչևէ, ստեղի հետ կապված Իսքանն էի ուզում ասել, եթե ստեղից հարցեր ունեք, հիմա կարող եք ասել, եթե չէ, անցնենք առաջ։ Հիմա մի վերկյան։ Հիմա մետայում ենք, երեխեք ջան, ես տեղափոխվեցի ձեզ մետա, ու մետայում էական շատ փոփոխություններ չեն եղել, եթե իհարկե ձեր մոտ փոփոխված է ֆիդը, ինձ ասեք, մեր մոտ շատ շուտ բանից է ֆիդը սենց, ես ինչքան հիշում Հայաստանում էլ է ֆիդը տենց, մոտ մի երկու տարի առաջ, բայց եթե փոփոխություններ են եղել, ապա ինձ ասեք։ Մի ժամանակ լավ չէր աշխատում, ադրիսա տոչիկ, էդի դատարկ էր գնում, ես չգիտեմ ձեր մոտ սկսել է աշխատել թե չէ, բայց մեր մոտ դժվարությամբ, բարդությամբ աշխատում է, բայց այս պահանջը եկել է բանից, թանկարժեք բրենդերից, որոնք որ իրենց բուտիկների հասցեները ուզում են ամբողջ աշխարհով մեկ դնեն, իրանց տների հասցեները ուզում են ամբողջ աշխարհով մեկ դնեն, եւ այս երկար ժամանակ չէր աշխատում, բայց այս վերջերս փորձեց աշխատել։ Ես, եթե չեմ սխալվում, այս սրա լինկը ինչ որ միտեղ բացել եմ հիմա, տեսնեմ։ Հա, այս իմիջիայլոց այստեղից սա է ավելացել, բանը, մի վարքյան, գտնեմ, պուբլիկացի ստրանիցի, սա ինչ որ ավելացավ, եկավ, գնաց, չգիտեմ ինչ են ուզում անեն, բայց սենց ինչ որ հատված է բացում իր մոտ, որ չեմ կարող ասեմ ինչի համար է ուզում անի, որովհետև իտոգում ինքը տալիս տանում է բան, մետա բիզնես սուիթ է տանում, այսինքն իր իմաստը չեմ հասկանում, զապլանիրովկեքն է երևի ցույց տալիս ռեկլամնի պուբլիկացիան ինչ որ միտեղ ուզում է համակարգած լինի, որ ասեմ էականորեն ինչ որ գործիքա նույն մետայի բանն է այստեղ բացում, ոնց որ գործիքակազմում ինչ որ էական բան չկա, աուդիտորիա հավաքելուց չեմ, հա, ադրիսա տոչիկ, այ ադրիսա տոչիկը հիմա ես ձեզ ցույց տամ, մի վերքան էկրանը բերեմ այս կողմ, Սա այն է, ինչ որ ես ձեզ ուզում եի ասել, որ ավելացել է, ստեղ տալիս եք add stores ու բացում եք ու լցնում եք հասցեները։ Ամենակարևորը, որ պետք է դնեք ձեր բրենդի անունը, որ արդեն ինքը ավտոմատ վերցնում է, store կոդը բնականաբար յուրաքանչյուր երկրում գոյություն ունի նու Եվրոպայում շատ է, Ամերիկայում էլ է շատ, որ ինքը իր կոդը ունի, հստակ կոդը ունի, դա դու ստանում ես պետությունից, դնում ես տեղ, այսինքն երբ որ դու ունես այդ բիզնեսը եւ այդ խանութի կոդը միանգամից իմանում ես ու դնում ես ու անվանումը կարաս դնես, location-ն ես դնում, точный адресն ես գրում, քաղաքը, почтовый ինդեքսն ես դնում, այ почтовый ինդեքսը store կոդի հետ չխառնեք, որտեղ շատերը մտածում են ասում, հա, այս почтовый ինդեքսն է, նո, այս почтовый ինդեքսը էսա ներքևում է։ Դե հեռախոսահամարը, եթե ուզում եք ձեր Wi-Fi-ի բանը դնեք, անունը դնեք ու ինչ որ բան անեք, կարեք դնեք, դե այստեղ արդեն username-ն եք դնում, թե ինչ եք ուզում անունը դնեք, ոնց գտնեն, օրինակի համար, չգիտեմ, Hermes Paris օրինակ Hermes USA կա, օրինակ Hermes ուզում են հենց Hermes Փարիզի բանը կամ Schiaparelli Paris օրինակի համար, որտեղ գիտեք չէ, Schiaparelli-ն Փարիզի այն հիմնական հրապարակի վրա է, իմիջիայլոց Schiaparelli եւ Hermes-ի մասին այսօր խոսելու ենք, որովհետև սոցիալական հարթակներում իրանց գովազդները շատ ուժեղ են աշխատում եւ ինչ են իրանք անում, ես անպայման անդրադառնալու եմ։ Դե այս արդեն ընդհանուր ինֆորմացիաներն է որ դու կարող եք այստեղից նայել, բաց, փակ եւ այլն այս ամեն ինչը, սրան ուզում եի անդրադառնալ, որովհետեւ ես ինչքան բացել եմ Հայաստանում այս կնոպկան, ու այս վերջերս էլ բացում է Եվրոպայում էլ չէր աշխատում, այս իրանց երևի թե վերջերս update եղածներից է, իրանք գոյություն ունի ամպագորգոր update-ներ եւ գոյություն ունի լուր update-ներ։ Այս իրանց լուր update-ներից է, որ իրանք ընդհանրապես բան չեն անում Կոդի մասին լրիվ չլսեցիք, նորից ասեմ, Աննա Ասատրյան ջան, նայեք, այս կոդը դուք Հայաստանում չգիտեմ կկարողանաք բացել թե չէ, բայց այս կոդը օրինակի համար Hermes-ը, որ Փարիզում ունի բուտիկ, իր, չգիտեմ, պատմական բուտիկը, այդ ունի իր կոդը, հստակ կոդ գոյություն, երեխեք ջան, հենց ինքը store կոդն է, իրանք պետության հետ բան են անում, ոնց ասեմ, իրանք պետության հետ լայսենսի կոդ ունեն
պետականորեն գրանցված իրենց լայսենսի կոդն է։ Այդ մենակ ունեն այդ շատ համաշխարհային բրենդերը այդ կոդը։ Եվ օրինակի համար, չգիտեմ, նույն ձև ես Սարդ խանութների PR հետն եմ եղել ժամանակին, եղել եմ, որ Հայաստանում էի ապրում։ Սարդում ամեն մասնաճյուղ ունի իր կոդը։ Այդ почтовой ինդեքսը չի, այդ կոդա տենց։ Ես ուզում եմ Սարդի համար այս ցանցը բացեի, բայց չգիտեմ Հայաստանում աշխատում է թե չէ, ամբողջ պայքարը սետ էր, ամեն մասնաճյուղ ունի իր կոդը։ Ու այդ կոդը մինչև չունենաս տենց ցանցում մարքեթինգ չանես, չես իմանա այդ կոդը։ Այդ կոդը տեղից ոնց որ բարձ է դառնում, էլի։ Հա, ես գիտեմ, որ շոփը չի աշխատում Հայաստանում։ Եթե աշխատում է հիմա Հայաստանում շոփը, ինձ մի հատ ասեք, երեխեք ջան, մեսիջ կա ստեղ, մի վարքան բացեմ մեսիջը։ Հա, всё, շնորհակալ եմ գրել ես։ Կամ գրեք, կամ ասեք, շոփը աշխատում է Հայաստանում։ Ունենք արձագանք։ Չէ, չի աշխատում։ Ես երբևէ չեմ հանդիպել։ Շոփը փակվել է երեխեք ջան մի քանի տարի առաջ, չեմ հիշի քանի տարի առաջ, 3 կամ 4 տարի առաջ, բայց եթե շոփը վերաբացվել է, ինձ ասեք։ Չէ, գրեցին չի աշխատում։ Չի վերաբացվել։ Ինչի ես որոշեցի շոփը անպայման դնեմ, որովհետև շոփում ապդեյթներ են եղել։ Ինչի որոշեցի պարտադիր դնեմ, որովհետև ես ասեցի լավ շոփը Հայաստանում չի աշխատում, եւ հետո ասեցի բա որ երեխեքը Եվրոպայի վրա, եթե հետաքրքրված են, ուրեմն Եվրոպայի վրա են աշխատելու, ու եթե Եվրոպայի վրա են աշխատելու, ապա միանշանակ սա գուցե իրանց պետք կգա, ու դրա համար ես շոփը դրել եմ երեխեք ջան։ Շոփ բացելը ցույց չտամ ձեզ, ինքը զուտ գնում ես այստեղից երեխեք ջան։ Ես քանի որ արդեն բացել եմ, այս commerce manager մի վարքան սա փակեմ։ Այս commerce manager-ից սեղմում եք երեխեք ջան, գնում եք, բացում եք, ու շոփը անունը բանը գրում եք, ինքը բացվում է։ Շոփը այս պայդրությամբ բավականին բեգերով է աշխատում, բեգը երեխեք ջան, բանն է, խնդիրն է, խնդիրներով է աշխատում, եթե դու չես գցում վճարման սիստեմա ունեցող կայք։ Այսինքն օրինակի համար Եվրոպայում ոնց է վճարման սիստեման աշխատում։ Եվրոպայում վճարման սիստեմայի համար, երբ որ դու կայք ունես, պետք է այդ բանկերին սոլիսիտուդ ուղարկես, սոլիսիտուդը դիմումն է։ Պետք է դիմում ուղարկես ու հետո պետք է բան ունենաս։ Հետո պետք է իրանց պետությունից ու բանկից ունենաս հաստատում ու հիմնավորում, որ իրանք քո բաները պետք է վերցնեն, այդ պետական պետռեգիստրի տվյալները պետք է վերցնեն ու դու պոչտայի հետ էլ պետք է համագործակցես, որովհետև, չգիտեմ, բանը, ֆրանսիական պոչտան, իսպանական պոչտան եւ այդ բոլոր պոչտաները իրանք գոյություն ունի բանը պրեպագո ասված գոյություն ունի, ոնց բացատրեմ, այնտեղ պետվճարների, կարճ ասած երեխեք ջան, չբացատրեմ, եվրոպական սիստեմա գոյություն ունի, որտեղ որ դու պոչտայի հետ պարտավոր ես աշխատես, երբ որ վճարման սիստեմա ունես, ընդհանրապես ինչքան շատ վճարման սիստեմաներ ունենաս, այդքան լավ։ Այդ պոչտայի հետ կապված տվյալները, որ ունենում ես, ստեղ որ ավելացնում ես ու կայքով եւ այլնով, այդ SDK-ը կոչվում, այդ կոդերը երբ որ ավելացնում ես, այդ մի քիչ ավելի լավ է սկսում շոփ աշխատել, բայց քանի որ ես սա որպես օրինակ եմ բացել, բնականաբար ոչ մի բան էլ չունեմ ու ես ընդհանրապես պետռեգիստրի կոդ էլ չունեմ, այստեղ չես կարա շոփ բացես, 10 րոպե մնաց սրան, արագ ասեմ, անցնենք առաջ, չես կարա բան ունենաս, չես կարա չգիտեմ, ավտոնոմո չունենաս, ավտոնոմոն նույն ԱՁ-ն ասենք հայերեն, առնվազն, ու չգիտեմ, սենց ինչ որ շոփ բան բացես, այդ պրոբլեմատիկա է, էլի, դրա համար հիմա ես ես ապրանքը պետք է անգամ ջնջեմ, էլի, պարզապես ձեր համար եմ թողել, ստեղից մի վարքյան, տեսնեմ որտեղից են, ու ստեղից բնականաբար կարակ բան անեք, կարակ գովազդ միացնեք եւ ապրանքի եւ գրուպայի վրա, եւ շատ տեսած կլինեք եւ չնայած կողը տեսած չլինեք եւ շեյնն ա տենց գովազդներ միացնում եւ թեմուն ա տենց գովազդներ միացնում, այդ ասում եմ հիմնականներից էլի, որ գիտեմ շատ տենց շոփով բացում են, էլ այն բրենդերը չասեմ, չգիտեմ, Nike, Gucci, բան, Prado, իրանք բոլորը Hermes, իրանք բոլորը այդ իրանց շոփով գովազդ միացնում են եւ շոփի լինկերն էլ բնականաբար հետո տանում են կայք, կա որտեղ կա վճարման սիստեմա։ Ստեղից սովորական եղեք ջան, տալիս եք դաբավից
ու բնականաբար ստեղ քանի որ ես ֆայլ դաններ չունեմ պատրաստած, պիքսել չունեմ, որ կայքից ստանամ, պարտներская պլատֆորմայի վրա կարեք դնեք, ես դել դա էլ չունեմ, այդ սաղ ծրագրավորողների հետ պետք է աշխատեք էլի, ուստեղ դաննի եւ այլն կարեք մտնեք լրացնեք, ինչեւէ ես չեմ փոխում հիմա, եւ վիվոտ վրուչնոյու, որ ավտոմատ ստեղից բանանեք ավելացնեք, ով երբևէ շոփա ունեցեք, տեսնի, որ դիզայնը բացարձակ չի փոխվել, ստեղ մի ուրիշ բան է փոխվել, այս սա է փոխվել, վերքյան, ավա ես ավելաց։ Եկեք մի հատ սենց լինք բերենք։ Շատ լավներ չէ, կորցրեցի լինքը։ Цена со скидкой եւ այլն կարակ չդնեք։ Ստեղ մի անգամ ես նշեմ другое, состояние новое եւ այլն եւ այլն։ Ահա, всё։ Մի վարքյան, մեր անընդհատ նկար գնումը տարբեր տեղերով խանգարում է ինձ։ Իրականում երեխեք ջան, սենց, ահա, վայ, չի զագրուսկա անի, բայց ոնց որ ուզեց անի զագրուսկա։ Չէ, չի անի։ Նկարը չի դրել։ Մի վարքյան երեխեք ջան, սա մի հատ մեջտեղից հանեմ, որ չխանգարի, մեզ անընդհատ գալիս խանգարում է ինձ։ Իմ նկարը եկեք չդնեմ, բանի նկար ունեմ, մի հատ էս արհեստական բանականությամբ սարքած։ Всё։ Ծրագրային առումով այն ժամանակ չէր բան էր անում, խնդիր էր առաջացնում ու հիմա էլ է տենց մեկ-մեկ անում, որ ապրանքները բանա 5 հատով է ուզում, բայց դու հանգիստ կարաս այդ 5 հատը ջնջես, մի հատ ավելացնես, որովհետև շատերը շփոթվում են, որ 5 հատ է բերում, բայց այնիշ դուք կարեք մի հատով ավելացնեք եւ բրծնի գնա։ Չնայած եթե շատ ապրանք ունեք ավելացնելու, բայց լինում է մարդիկ ունեն ընդհանրապես մի ապրանք ավելացնելու։ Այդ է խնդիրը եւ պարզ երեխեք չան ստեղից նշում ենք եւ տասենք ուդալից։ Մի վարքեն մի հատ եկեք գնանք Facebook մի հատ մի կարևոր բան տեսնանք, արդյոք շոփը, երեք եմ շոփը բացել, չվայմեցի ավելի շուտ բացեմ, արդյոք տեսնանք մագազինի մոտ ցույց է տալիս, եթե ոչ, եթե ցույց չի տալիս, ինքը տենց մի անգամից ցույց չի տալիս, էլ մի երկու օր հետո ինքը պիտի հաստատի եւ այլն։ Չէ, երեխեք ջան, բան չի անում, ցույց չի տալիս, հիմա ցավոք սրտի ոչ միտեղ մագազինը, մի վարքյան ինչն եք լրիվ, չէ, ցույց չի տալիս ոչ միտեղ, դրա համար հանգիստ ես ուդալից կանեմ։ Всё։ Այս որոնք որ բացեցի ես, դες ցույց տվեցի, սրանք X-ով փակեմ, որպեսզի չմնա հիմա։ Երեխեք ջան, ամենակարևոր բանը, ես ինչի եմ սա բացել ու ինչի եմ սա կարևորում, որովհետև երեխեք ջան, մենք սովորենք աուդիտորիաները հավաքենք եւ այլն, այսինքն աշխատենք իրանց վրա, դուք գիտեք, որ կարող է գովազդից մեկից մյուսից կամ էջի աուդիտորիան հավաքել եւ դրա վրա գովազդ միացնել։ Հիանալի է, անտիրա բոլորս անում ենք, շատ լավ աշխատում է։ Բայց նախ եւ առաջ այս 25 թվականի դեկտեմբերի 3-ից ինքը մի քանի անգամ հիմնավորում է ձեզանից ուզելու, թե դուք ինչ եք ուզում, ոնց աուդիտորիա եք ուզում, որովհետև շատ է, որ հիմա կենտրոնացել է հաճախորդների իրավունքի պաշտպանության վրա, որտեղ որ իրանց տվյալները վերցնում են, տալիս են եւ այլն, այսինքն դու էլ որպես այդպիսին գովազդատու պետքա հիմնավորես, ով ես, ինչ ես, ինչի համար ես վերցնում, ինչի համար է քեզ այդ աուդիտորիան պետք եւ այլն, այսինքն այս առաջին ստեփն է, առաջին քայլերից մեկն է, որ ինքը տանում է աուդիտորիան ոնց որ բան անելու, ոնց որ ավելի հստակ հիմնավորումով քեզ տալու, հենց այն ժամանակ հենց նենց աուդիտորիաներ էր տալի ու դեռ հիմա էլ տալիս է։ Կստати ով չի հավաքել, թող դնի թարմացնի ու հավաքի, որովհետև հեսա այդ թարմացումները որ եկան շատ դժվար է լինելու։ Ու ես այդ հիմքի վրա բացեմ նաև մոմենտալնի ֆորմին ձեզ ցույց տամ։ Ինչ է նշանակում մոմենտալնի ֆորմի։ Ես չգիտեմ դուք դա գիտեք թե չէ, բայց լիդո գեներացման համար առաջին հերթին դու պետքա բացես մոմենտալնայա ֆորմա, որը որ նշանակում է, որ դու
Ոնց անեմ, որ դուք տեսնեք։ Չնայած հա, հեսա, այստեղից ցույց կտամ ոնց եք մտնում, պետք է այստեղից լինի մոմենտальные ֆորմի։ Ուրա, հեսա։ Այստեղից որ մտնեք, սովորական մոմենտальные ֆորմի, երեխեք ջան։ Создать форму տանք հիմա։ Ցույց տամ էլի ոնց է գնում։ Նովայա ֆորմա, եթե ունենք նախորդ ֆորմաները կարակ դուբլիրovat անեք, սա նորություն չի երեխեք ջան, ստեղ պարզապես փոփոխություն կա։ Այս գործիքը շատ հին գործիք է։ Ու ստեղից բնականաբար գրում եք, բայց հիմա օրինակի համար optimizирован կարակ դնեք, կարակ вручную դուք բանը ադապտիվնայ ֆորմա ստանաք, ամեն դեպքում չգիտեմ, ոնց կուզեք, ես տալիս եմ իրա ձևերով, որ ինձ հեշտ ավելի։ Ու երեխեք ջան, երբևէ տեսած կաք Google ֆորմա, որտեղ տվյալներ են բանանում։ Այս ֆորմայից շատ ուժեղ օգտվում է Vogue-ը, երբ որ ուզում է իրան բաժանորդագրվեն ու ինքը ուղարկի ժուրնալներ։ Այս ֆորմայից շատ լավ օգտվում են բնակարաններ առուվաճառքով եւ վարձակալությամբ տվողները, եւ այս ֆորմայից շատ օգտվում են կրթական եւ նման տեսակի ինչ որ կոնֆերանսներ եւ այլն անողները կամ որ օրինակի համար պետք է գրանցվեն կոնսուլտացիաների եւ այլն օրինակ շատ ֆեշն դիզայներներ կամ կոնսուլտանտներ հենց այս լիդինգ ֆորմայով էլ գրանցում են իրանց կլիենտներին, որոնք որ օրինակի համար ինչ որ խորհրդատվության համար են դիմում իրանց, այնպես որ այս առումով կարակ բան անեք, էլի կարակ վերցնեք, դե այստեղ զագալովը կեք գրում, չգիտեմ ինչ որ մի բան, այդ սաղ ընդեղ տակը երևում է, էլի երեխեք ջան, հիմա չխորանա, приветствие եւ այլն, այստեղ մի վայրկյան, հիմա ինձ ինչն է պետք, որ դուք խորանաք, այստեղ email, full name, ինչ պետք է գրվի, մի րոպե Չէ, այս մի վարքյան ինչ որ մի բան ես բաց թողեցի, որ ես ուզում էի ձեզ ցույց տայի։ Հայ Զայևլինյանա, կներեք երեխեք ջան, մի հատ արագ հետ գնամ ու գտնեմ այն ինչ որ ուզում էի ձեզ ցույց տայի։ Կարող է սրատագեր դրած։ Չէ, որ կորավ այդ գործիքը, կարճ ասած երեխեք ջան, ստե մի գործիք կա, որ ես չգիտես ինչի բաց թողեցի ու չեմ իմանում որտեղ բաց թողեցի, որ դուք ստեղից կարակ բան անեք, կարակ հիմնավորեք, թե ինչ տվյալներ ինքը ձեզ համար հավաքի։ Ներողություն եմ խնդրում, այս պրոստը ստեղ չի։ Ես եմ չգիտես ինչի որոշել, որ ստեղ պետքա լինի, sorry, այդ ստեղ չէր։ Կներեք երեխեք ջան, էդի գովազդի մեջ է։ Այս դուք ֆորման սարքում եք, օքեյ, ես հիմա ֆորման չեմ սարքում։ Ֆորման սարքում եք, ձեզ ինչ պետք է, մանրամասն լրացնում եք, նկարագրում եք գովազդային եւ անցնում եք առաջ։ Երբ որ դուք ուզում եք լիդոգեներացման գովազդ միացնեք, առաջին ստեղից եք սկսում, այսինքն դուք չեք կարա լիդոգեներացման գովազդ անեք ու սկսեք, չգիտեմ, հենց լիդինգ գովազդ միացնելուց, լիդի գովազդ միացնելու, լիդինգ չէ։ Ես լիդ գովազդի բանս միացրել եմ, բայց закрыть там մի վերքեն։ Երբեք գովազդը փակելուց ապուբլիկաված չտակ երեխեք ջան, որովհետև մեկ-մեկ լինում է, որ ինքը իսկապես հրապարակվում է գովազդը։ Այս իմ դատարկ ակաունտներից է։ Ուրեմն, երեխեք ջան, Ads Manager-ի թարմացումներից մի հատ ասեմ, նոր գնամ լիդի գովազդին։ Ուրեմն, երեխեք ջան, մի րոպե մնաց, երեխեք, լավ, եկեք սա ավարտենք, սա եզրափակենք ու բոլորս նույն լինկով նորից կմիանանք, հա, երեխեք ջան, որովհետև ինձ մոտ նույն սովորական ստանդարտ 40 րոպեանոց զումերից է։ Նույն լինկով կարող եք էլի միանալ ու շարունակել